Վահագն Ալեքսանյանն է, որին բնութագրելիս գործընկերուհին Թագուհի Ղազարյանը ասում է՝ մանկապարտեզ չի կերել։ Վահագն Ալեքսանյան ոչ մի մանկապարտեզ չի կերել։ Իսկ սրճարան գնացել է դեռ 3-4 տարեկան հասակում ու այն էլ ընկերուհու հետ։ Մտնում էինք ինչ-որ սրճարան ընկերուհուս հետ, հաստավի զախրանիկներ էին նստած եւ այլն։ Ապշած է ընդդիմադիր պատգամավորը։ Ալեքսանյանը, որ ծնվել է 1993-ին, չափահաս դարձել 2013-ին։ Ինչպես է 3-4 տարեկանում ընկերուհու հետ սրճարան գնացել։ Ավելին, մանուկ օրերին քաղաքական անցուդարձին վերաբերող այնպիսի բաներ ֆիքսել, որ հատուկ են միայն հասուն ուղեղներին։ Առհասարակ լավ չի նայվում, մեղմ ասած, օրինակ երբ մարդը եղել ասենք 8 տարեկան կարծիք հայտնում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, Ռոբերտ Քոչարյանի մասին, Սերժ Սարգսյանի մասին, նաև ասենք այսօրվա 4 տարեկան երեխան, եթե ասենք 15 տարի հետո կարծիք հայտնի Նիկոլ Փաշինյանի մասին, մեղմ ասած տարօրինակ կթվա։ Տարօրինակն ինչ է, որ Փաշինյանական Հայաստանում մարդու գլխի մեջ չտեղավորվող բաներ են կատարվում, նկատում են Հայաստան խմբակցության պատգամավորները։ Տիկին Արեգնազ Մանուկյանը եւ իր երեխան իրար հետ շփվելու իրավունքից զրկված են։ ՔՊԱ-ականները կալանքը դարձրել են տանջանք, շարունակում է Արթուր Խաչատրյանը։ Մի րոպե մտել եք մեր բնակարան ու Տանջում են թե Արեգնազ Մանուկյանին, որ մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու համար, թե նրա դստերը։ Ինչ եկետ երախուն տանջում, որ ինքը գա իր մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի։ Երեխայի հասկանում եք ինքը չի կարա մայրը սենց աչքով ինչ որ մի բան ասի, ինքն էլ գնա փաստաբանն ասի, չէ, այսպես փոխի ես քո ցուսմունքը, որ չասեն թե դու շպիոն ես։ Արեգնազ Մանուկյանի կալանավորման դեմ հուլիսի սկզբին ներկայացված բողոքը դեռ չի քննվել։ Մանուկյանը անչափահաս դստեր հետ անգամ հեռախոսով չի կարողանում խոսել, դատարանը թույլ չի տվել։ 13 տարեկան աղջիկը ձեր կողմից վերահսկվող հեռախոսակապով ինչու իր մոր հետ չի կարող խոսալ։ Դա բացի վրեժխնդրությունից անձնական, ուրիշ բացատրություն կարող է ունենալ։ Չի կարող ունենալ։ Ուրեմն ձերը արդարադատություն չի, վրեժխնդրությունը։ ՔՊԱ-ականները քենով են լցված հայրենիք սիրող կայացած հայի նկատմամբ, շարունակում են ընդդիմադիրները։ Հիշեցնում Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի իրավունքներն են ոտնահարված։ Պատգամավորը տնային կալանքի պատճառով չի կարողանում մասնակցել ԱԺ-նիստերին։ Իսկ տնային կալանքում է իշխանությունը բռնությամբ զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստության մեղադրանքով։ Ինչի Արթուր Սարգսյանը չի կարող գալ այստեղ, դատախազը գա այստեղ եւ Արթուր Սարգսյանի անձեռնմխելիությունը, որը պահանջում է օրենքը, հաղթահարվի նորից։ Արայիկ Հարությունյանը նոր է այստեղ, կարող է Արթուր Սարգսյանը համոզում է Արայիկ Հարությունյանին, որ ինքը անում է եւ պետք չի իր անձեռնմխելիությունը հաղթահարել։ Վիլեն Գաբրիելյանը հետաքրքիր հարցեր եք տալիս դատախազին, այն ժամանակ չկար, կարող է համոզվում է, այլ ընդդիմադիր ֆրակցիա կա, դա օրենքի պահանջ է։ Ու էլի օրինակներ այն մասին, որ ՔՊԱ-ական Հայաստանում ժողովրդավարությունը միայն խոսքով է։ Առանց դիմադրության ժպտալով ուժայիններին դիմավորած 70-ամյա Ծառուկյանին գետնին տապալելու կադրերը դեռ Սևակ Խաչատրյանի աչքերի առաջ են։ Կուլակաթափության օրեր է ապրում Հայաստանը։ Գույքերի խլելը, իրավական վենդետա հասկացողություն աշխարհում չկա։ Վենդետա, ինչ իրավական։ Եթե իրավական process-ը դա պիտի լինի արդար, դա պիտի լինի արդարադատություն, դա պիտի լինի օրենքի սահմաններում։ Օրինակ մուլտի վելնեսի, չեմ քաղաքապետարանը պետությունը վերցրեց տվել է քաղաքապետանին, Տիգրան Ավինյանը առավոտ գործի գարուց լայվ էր մտի, ասում էր բոլորիդ կոչ եմ անում գալ եւ մարզբեր մուլտի վելնեսում։ Այ օրինակ իմ մոտ տպավորությունն է, որ Գագիկ Ծառուկյանը ասենք ունենար Վարշավիրանոց, այդ Վարշավիրանոցը կխլեք ու Տիգրան Ավինյանը կասեր խնդրում եմ բոլորդ գաք ֆենվեք եւ էպիլյացիա անեք այս Վարշավիրանոցում։ Կամ օրինակ ունենար գիշերային ակումբ։ Գուցե արհեստական բանականությունը օգնի, որ գտնվի մեթոդը, ՔՊԱ-ականները մի կողմ դնեն զրպարտությունն ու բամբասանքը, առողջ բանավեճի անցնեն։ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը փորձել է AI-ի միջոցով այդ գլուխկոտրուկը լուծել։ Բառացի հարցրել եմ, մակընթերցեմ, ինչպես բանավիճել մարդու հետ, ով որպես փաստարկ իր հայտնած տեղեկությանը ասում է բոլորն են ասում։ Իրեն ԱԺ փոխնախագահ տեսնող Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, թե ժամանակին Լևոն Քոչարյանի խնդիրները լուծել է ալֆա հատուկ ջոկատը։ Սուտ է ասում, պնդում է Լևոն Քոչարյանը, որ ապացույցներ է պահանջել Ալեքսանյանից։ Ալեքսանյանն ասել է, ապացույցն այն է, որ բոլորն են ասում։ Բոլորն են կարծում, որ Արեգակը պտտվում է երկրի շուրջ, բայց մարդկանց մեծամասնության կարծիքը փաստ չէր։
Հիմա տպավորություն չլինի, որ սա զուտ իմ հետ կապված անձնական թեմա է, դրա համար եմ այսքան խոսում, չէ, ըստ երևույթին սա ընդհանուր նաև քարոզչական գիծ է, որը մենք տեսնում ենք երկար տարիներ, այսինքն մի բան հրամցնել, այնպես անել, որ բոլորն այդպես մտածեն ու ի վերջո փաստարկների դաշտից դուրս գալ, բոլորն իրար ասում են դե սաղ էլ գիտեն, էլի բոլորն էլ այդպես են ասում, այս անհեթեթ պատասխանը։ Խորհրդարանում Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը քննարկելու ժամանակ ընդդիմության շարքերում նաև մի հռետորական հարց կար. ումից բարևարկություն ակնկալել։ Վահագն Ալեքսանյանից, որ բարևարք չէ անգամ կուսակից ընկերների նկատմամբ։ 2021 թվականի ընտրություններից հետո Ալեքսանյանը նրանց համեմատել էր Նիկոլ Փաշինյանի ուսապարկի հետ։ Արփիս Քեսյան, Աշոտ Մնոյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։